Անվտանգություն, ինքնիշխանություն, վճռականություն, դիմակայունություն։ Եվրամիությանն անդամակցություն, զարգացած տնտեսություն, ուժեղ բանակ, վստահելի դաշնակիցներ։ Ազգային արժանապատվություն, միասնականություն, համերաշխություն, պատասխանատվություն։ Օրենքի գերակայություն, անկախ դատարան, կոռուպցիայի մերժում։ Բարձր աշխատավարձ, անվճար բարձրագույն կրթություն, հասանելի առողջապահություն, արժանապատիվ թոշակ։ Հանուն հանրապետության, քո ձայնը խորհրդարանում։ Կատարիր գնումների իդեալ համակարգիր խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Եվ այս ֆորմում է այս գործահարություն, արդյոք սա ինչ է մարդկանց համար կարծելու, որ իրավապահները գործել են վերցուցումով, այս քրեական գործահարությունով, եթե ոչ այդտեղ նկարագրված դեպքերը վերաբերում են 2024 թվականի ապրիլին ազգային ժողովում տեղի ունեցած ակտիվիստի, քանի որ դուք ենթադրում եմ մանրամասներից տեղեր կլինեք, խոսքը արդյոք սահմանազատման հանձնաժողովների սահմանազատման գործընթացի վերաբերյալ այն ակտիվիստի մասին է, որի ներկային եղել փոխվարչապետն ու արտգործնախարարը, եւ այս վավերության գործը, եթե դատություն չէ եւ իսկապես այն պրոցեսն է, որը իրավապահները խնդրում են, ինչպես է գնահատում այստեղ իրավապահների աշխատանքն, այսինքն ստացվում է, որ 2 տարի ձեր եւ նրանց պնդմամբ լավտեսը եղել է ազատության մեջ եւ շարունակել է գործել եւ երրորդ հարցը դուք նաեւ այստեղ նկարագրված է այն շրջանը, որտեղ Անդրանիկ Լևանյանը չի եղել ազգային ժողովի պատգամավոր, բայց այդտեղ նշված է, որ հավաքագրել են փաստեր, դուք ունեք տեղեկություններ, այսինքն նիստից ներկա ինչ-որ մեկն է կամ գուցե երկուսն է, չգիտեմ, մարդիկ են նրան տեղեկությունները փոխանցել, այդ դեպքում պատասխանատվության այլ շրջանական է, արդյոք այս գործընթացը, ակնհայտ ինչ ես վարկեցի, ես քրեական գործը եւ ընկերությունները, որ դուք եք հնչեցնում, ինչպես եք կապված, սա արդյոք հենց հարաբերությունների ճգնաժամի մասին չի փաստում եւ առհասարակ ձեր գնահատմամբ ինչպես այն կանդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Շնորհակալ եմ։ Նախ քրեական գործի մասին եկեք արձանագրենք, որ գործի օպերատիվ հատված իրականացրել է վարչապետի ենթակա մարմինը, ազգային անվտանգության ծառայությունը, այսինքն ես բնականաբար բոլոր մանրամասներին կարող եմ տեղյակ լինել։ Երկրորդը, երբ որ լրտեսության գործ է բացահայտվում, բնականաբար դա ունի նաև որոշակի օպերատիվ հետաքրքրություն։ Այսինքն մենք հիմա էլի ուրիշ լրտեսության գործեր ունենք, լրտեսներին չենք բռնում։ Մի պարզ պատճառով, որովհետև մենք հետևում ենք օպերատիվ, որպեսզի ցանցերը բացահայտվեն։ Գործելակերպերը բացահայտվեն, ել չեմ ասում, լրտեսի ստացած հանձնարարությունները նաև մեզ տեղեկություն են տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին եւ ձերբակալման որոշում կայացվում է այն ժամանակ, երբ որ օպերատիվ հետաքրքրությունը սպառվում է։ Այսինքն պարզա չէ, լրտեսը գործունեություն է ծավալում, հենց իմացանք լրտեսը գնալ միանգամից բռնելը, կներեք դա գրագետ չի։ Պետք է թողել իր կապերը տեսնել ում հետ է աշխատում, ում է փոխանցում ինֆորմացիա, ումից է ստանում ինֆորմացիա, ինչ հանձնարարություններ է տալիս իր կուրատորը իրան, ինչի մասին է այդ հանձնարարությունները, որովհետև այդ հանձնարարությունները ինֆորմացիա են չէ տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին։ Ում է ներգրավում, որ կուսակցության ցուցակում է հայտնվում, ոնց է հայտնվում այդ կուսակցության ցուցակում, այդ կուսակցության ղեկավարը ումից է ստանում հրահանգը, ինչու է կատարում այդ հրահանգը, գիտակցում է, թե չի գիտակցում, որ ինքը գործ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունից իրեն տրված հանձնարարականի հետ։ Եվ նա, ով կատարում է օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարականը, ինքը նույնպես
առնվազն չկլասի լրտեսա, հասկանում է, թե չի հասկանում, թե հասկանալու հետ պրոբլեմներ ունի, և դա ավանդաբար հայտնի է հայ հանրությանը։ Այս բոլոր հարցերը պետք է պարզաբանվի, չէ՞։ Կապ ունի արդյոք նրա հետախուզման մեջ գտնվող որդու գործոնը, այդ գործոնով իր վրա ազդել են, թե չեն ազդել, թե ինքը կամավոր ծառայում է սեփական երկրի շահերի դեմ, թե ինչ-որ բիզնես շահեր ունի, և այլն և այդպես շարունակ։ Այսօր էլ լրտեսներ կան, որ գիտենք, որ լրտեսներ են։ Իրենք չգիտեն, որ մենք գիտենք։ Որ պահին ճիշտ համարենք գործողություն անել, այն պահին ճիշտ է անում ենք այդ գործողությունը, որպեսզի այդ ռեսուրսը իր օպերատիվ հետաքրքրությունը, մեր հետաքրքրությունը ամբողջությամբ բավարարվի։ Որոշումը կայացվում այն պահին, երբ որ հասկանում ենք, որ արդեն ամեն ինչ գիտենք, այլ նոր բան իմանալ չենք կարող, հետևաբար պետք է գնալ արդեն գործողության։ Գործողությունը կասեցնել։ Մանրամասների մասին քննչական մարմինները ըստ պատեհության կտեղեկացնեն, որովհետև դա արդեն քրեական գործով գտնվող հանգամանքներ են, որոնց վերաբերյալ հետագա պարզաբանումները կտրվեն